Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի իրողության առջև, որտեղ սխալները այլևս չեն ներվում, իսկ տարածաշրջանը զարգանում է արագ եւ ագրեսիվ, առանց մեր ներքին վեճերի սպասելու։ Բարև ձեզ։ Այս հաղորդումը ստեղծվել է մի պարզ, բայց վտանգավոր իրողությունից ելնելով։ Այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ կատարվող բոլոր գործողությունները եւ քաղաքական process-ները վերլուծում են բոլորը, բացի այսօրվա Հայաստանի Հանրապետության կառավարիչներից։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է ուզում Ադրբեջանը, ինչ կորցրել է արդյոք իր դիրքը, թե ոչ Ռուսաստանը, ինչ գործողություններ են կատարվում Վրաստանում, բայց ամենակարևոր հարցի շուրջ գրեթե ոչ մեկ չի խոսում։ Ինչ է ուզում Հայաստանի Հանրապետությունը եւ ով է իրականում հետապնդում հայկական շահը։ Այսօր Հարավային Կովկասը այլևս քարտեզ չէ, այն շահերի բախման գոտի է։ Ռուսաստանը կորցրել է իր նախկին դիրքերը։ Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմաքաղաքական ուժը։ Ադրբեջանը կառուցում է նոր քաղաքականություն եւ ցույց է տալիս իրեն իբրև բարի եւ խաղաղություն քարոզող պետություն, սակայն իրականում դատում է ամեղ գերիներին եւ ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության դեմ։ Վրաստանում կատարվող իրողությունները քաղաքական եւ արևմուտքը, որը հետապնդում է իր սեփական շահը, ոչ թե հայկական շահը, ոնց մեզ խաբում են Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչները։ Այս պայմաններում յուրաքանչյուր սխալ որոշում Հայաստանի Հանրապետության համար լինելու է ճակատագրային։ Բայց միշտ չէ, որ վտանգը պետք է սպասել դրսից։ Տարիներ շարունակ, ավելի ճիշտ 2018 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունում տիրում է քաոս, ճգնաժամ, որտեղ իշխանությունները եւ այսօրվա կառավարիչները փորձում են հրամցնել ժողովրդին, մանիպուլացնելով եւ օրինակ ներկայացնելով այն գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանում, իբրև խաղաղության գործընթաց, կամ հայկական շահը, ազգային շահը հետ դնելով, փորձելով կախվել իրենց իշխանական աթոռներից, պահում են քաղաքական PR-ը։ Երբ պետական շահը զոհաբերվում է քաղաքական PR-ին, երբ պարտությունը ներկայացվում է որպես խաղաղություն, այստեղ կորում է պետական շահը եւ բնականաբար հանդես են գալիս կառավարության իշխանատենչ շահերը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր չունի ընտրված ուղի։ Հայաստանում փոխվում են դաշնակիցներ առանց իրական փոխարինողներ գտնվելու։ Քարոզվում է խաղաղություն, բայց իրականում մենք տեսնում ենք, որ խաղաղության գործընթաց չի կատարվում։ Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ։ Սա պետության, պետականության եւ սուբյեկտայնության կործանումն է։ 360 աստիճան հաղորդումը ստեղծվել է հենց այս բոլոր հարցերի պատասխան գտնելու համար։ Մենք չենք գոռում, չենք բաժանում, մենք փորձում ենք վերլուծել եւ գտնել պատասխաններ բոլոր այն հարցերին, ինչը ուզում է մեր հասարակությանը։ Շնորհակալ ենք, որ մեզ դարձրեցիք ձեր ժամանակի փոքրիկ մի մաս։ Դուք դիտում եք 360 աստիճան հաղորդումը։ Մնաք բարով։